ինչու հիմա, որն է նպատակը, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մի քանի թեմա եմ առանձնացրել, որոնց շուրջ կուզեմ լսեք իմ տեսակետը եւ մի փոքր բացենք փակագծերը եւ ներկայացնեմ ձեզ այն պատասխանները, որոնց մասին մենք երեք մի քանի անգամ խոսել ենք, բանակցային գործընթացի վերաբերյալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գրված նամակի վերաբերյալ եւ առհասարակ Արցախի ճակատագրի որպես այդպեսին։ Ուրեմն տեսեք, Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Սերժ Սարգսյանի նամակը եւ բանակցային գործընթացը, որի մեջ հստակ նշված է, որ 2019 թվականին ըստ էության Նիկոլ Փաշինյանին ԵԱԿ Մինսկի խումբը առաջարկություն է ուղարկել, որի մեջ ներառված էր Արցախի ժողովրդի ուրեմն հանրաքվեն, որը իրավական ուժ է ունենալու եւ Նիկոլ Փաշինյանը ըստ էության թաքցրել է դա ժողովրդից։ Սա առաջի հատվածը։ Երկրորդ հատվածում մենք կարող ենք տեսնել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գրված նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, դա նամակ էր պետականամետ ազգային գործչի, նամակ էր, որը հստակ ուղղություն ուներ պաշտպանելու Արցախի եւ Հայաստանի ժողովուրդների անկախությունը, նամակ էր, որտեղ գրված էր, որ Արցախը պետք է գոյություն ունենա եւ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունք պետք է ունենա, նամակ էր, որտեղ գրված էր, որ Ադրբեջանը, եթե պայմանավորվածությունից հրաժարվի, պետք է ուրեմն ՄԱԿ-ի կողմից սանկցիաներ իրականացվի Ադրբեջանի նկատմամբ, նամակ էր, որտեղ հստակ գրված էր, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը կողմ են փոխզիջումների, բայց դեմ են զիջումներին եւ չեն գնալու զիջումների, եւ սա հստակ կարմիր գծով նշած էր, որ մենք կողմ ենք փոխզիջումներին, դեմ ենք որևէ զիջման գործընթացին, այսինքն պետք է լինի փոխզիջումներ, այսինքն 5 շրջանը կարգավիճակի դիմաց եւ ժողովրդի ինքնորոշման դիմաց եւ այնտեղ գրված էր հստակ, եթե վստահաբար եմ ասում, սիրելի ընկերներ, եթե Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ գիտակցեր եւ հասկանար խորությունը եւ նամակի բովանդակությունը, որը գրել էր Սերժ Սարգսյանը, նա չէր հրապարակի այդ նամակը, որովհետեւ Սերժ Սարգսյանի գրված նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահին հստակ նշում էր հայկական շահը, հստակ նշում էր Արցախի ինքնորոշման իրավունքը, հստակ նշում էր Արցախի ժողովրդի կամքը, հստակ նշվում էր, որ Արցախը պետք է ունենա ինքնորոշման իրավունք եւ պետք է լինի հանրաքվեն պետք է ունենա օրենքի եւ իրավական ուժ եւ սրա մասին ասվում էր այն նամակի մեջ, որը ըստ էության պահանջներ Արցախի ժողովրդի, որը ներկայացրել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ այս նամակից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2016 թվականի հոկտեմբերի 7-ին ասում էր, որ նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Եվ հայ-ռուսական հարաբերությունների մասին վայրը հաչողներին ուզում եմ հիշեցնել, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին է Հայաստան բերվել Իսկանդերը, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին է բերվել S-300-ը, նախագահի կառավարման տարիներին է բերվել 50,000 տոննա ռազմական սպառազինություն, ռազմական օժանդակություն նաև, որպես օժանդակություն տրված, եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ է կնքվել գազի պայմանագիրը, ԵԱՏՄ-ի պայմանագիրը եւ ռուսական ռազմաբազայի երկարաձգման պայմանագիրը կնքվել է նույնպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եւ այս ամենի հետ համահունչ նախագահ Սարգսյանը Հայաստան, Եվրամիություն, ուրեմն գործընթացներ նաեւ բալանսավորված քաղաքականություն վարում, մենք միացել ենք ՍԵՊԱ-ին, կնքել ենք ՍԵՊԱ-ի պայմանագիրը Եվրամիության հետ, որը ըստ էության Նիկոլ Փաշինյանն անգամ դա են ձախողել, բայց հիմա բանակցային գործընթացի մասին։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մենք ունեցել ենք հաղթանակներ, մենք գրանցել ենք հաղթանակներ եւ դիվանագիտական դաշտում, եւ ռազմի դաշտում, քարորյա
հաղթանակած պատերազմի ժամանակ ապրիլին եւ դրանից հետո ես նորից եմ ասում հոկտեմբերի 7-ին Իլհամ Ալիևը ասում էր, որ նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Տեսանյութերը կան, բաց հասանելիության մեջ են, կարող եք դուք ինքներդ դիտել։ Եվ սա է Սերժ Սարգսյանի բանակցային գործընթացը, երբ Ադրբեջանի նախագահը ասում էր, որ նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սերժ Սարգսյանի նամակում, որը հրապարակվել է, հստակ նշված է Հայաստանի պահանջները, հստակ նշված է Հայաստանի պահանջատերը լինելը, հստակ նշված է, որ Հայաստանը պատրաստ է փողզիջումների շահ Հայաստանի Հանրապետության, հստակ նշված է, որ Հայաստանը երբեք չի բանակցել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին որևէ բան տալու, այլ բանակցել է ստանալու մասին, կարգավիճակ, անկախություն, հանրաքվե, ժողովրդի ինքնորոշման իրավունք։ Սրա մասին էր Սերժ Սարգսյանի նամակը եւ շատ ուրախ եմ եւ շատ լավ է եւ հպարտանում եմ, որ մենք ունեցել ենք նման բանակցային գործընթաց, որտեղ Արցախը կար, այդ նամակի մեջ գրված է, որ Լաջինը պետքա լինի հայկական վերահսկողության տակ եւ դուք կարող եք ինքնուրույն կարդալ այդ նամակը, շատ լավ է, նորից եմ ասում, եթե Փաշինյանը ամբողջությամբ հասկանար բանակցային գործընթացից, վստահաբար չէր հրապարակի այն նամակը, որը խոսում է Նիկոլ Փաշինյանի պարտավորական քաղաքականության, Նիկոլ Փաշինյանի հանձնումների մասին, Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնված Արցախի, սա ուրեմն այն թուղթներ, որը ցույց էր տալի, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը հանձնել Արցախը, որովհետև Նիկոլ Փաշինյանը խաբում էր, երբ ասում էր ես Ալիևից էի իմանում կամ ես մնացածից էի իմանում բանակցային գործընթացի մասին, որովհետև որևէ թուղթ չկար, բայց ըստ էության կային այդ թղթերը եւ Նիկոլ Փաշինյանը կարդացել էր այդ թղթերը, բայց ասում էր, որ նա Ադրբեջանից է տեղեկանում բանակցային գործընթացից եւ 2019 թվականին փաստորեն նա գիտեր, որ կա լուծում, որով Արցախը պետքա մնա հայկական, կա լուծում, որտեղ Արցախի ժողովուրդը էթնիկ զտման չեն ենթարկվելու, բայց Նիկոլ Փաշինյանը գնաց հակառակ ուղղությամբ, գնաց Արցախ, ասաց Արցախը Հայաստան է եւ վերջ եւ մենք ունեցանք Արցախի կորուստ։ Եվ սա է ամբողջ իրականությունը։ Մենք ունեցել ենք այնպիսի բանակցային գործընթաց նախորդ 3 նախագահների ժամանակ, որով ունեցել ենք հաղթանակներ, որով ունեցել ենք հայկական Արցախ եւ նախկին բանակցային գործընթացներին վերադառնալու խոստումը Նիկոլ Փաշինյանի, որը եղել է խոստում արդեն Հայաստանի վարչապետի կողմից, սա եւս խոսում է Նիկոլ Փաշինյանի կառավարման էության եւ կառավարման տեսլականի մասի, որ Նիկոլ Փաշինյանը ասում է ես երբ ուզեմ կարող եմ վերադառնամ Սերժ Սարգսյանի կետին։ Դե վերադարձի Սերժ Սարգսյանի կետին, որտեղ Արցախը հայկական էր, որտեղ Հայաստանի ղեկավարը պահանջատեր էր եւ պահանջում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք, պահանջում էր հանրաքվե եւ պահանջում էր, որ Լաչինը լինի Հայաստանի վերահսկողության տակ, ոնց որ կար։ Դե ֆակտո Հայաստանի վերահսկողության տակ էր միջազգային կառույցների մոնիտորինգի շրջանակներում։ Սա է։ Ինչու է քննում է Skype-ին գնաց, ասում են ինքը միշտ որևէ աղետից առաջ փորձում է հանգուցան ուշադրությունը շեղել, Ես չգիտեմ աղետից առաջ է թե աղետից հետո է, աղետը իրանց իշխանության գալն էր 2018 թվականին եւ իրանց իշխանությունը աղետ է Հայաստանի Հանրապետության համար։ Աղետա բնապահպանության ոլորտում, աղետա քաղաքական ոլորտում, դիվանագիտական ոլորտում իրանք այնքան աղետ են բերել Հայաստանի Հանրապետության համար, որ ոչ կլիմայական պայմաններն են այդքան աղետ բերում, ոչ այլ բաները, այն քաղաքական ցունամին, որ նրանք բերել են հայ հանրության վրա, դա երկար տարիներ է հայ ժողովուրդը սրատակից դուրս գալու, եթե մենք առհասարակ այս վիճակում կարանանք ինչ-որ ձև այս ամենի տակից դուրս գանք, որովհետև Փաշինյանը, նայեք, ես ձեզ ուզում եմ մի հարց տամ, սիրելի հայրենակիցներ, արդյոք դուք ինքներդ ձեզ հարց չեք տալի, որ ոնց է տենց ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը դառնում է վարչապետ, սաղ ազգին պառակտում է իրարից, սևեր, սպիտակներ, հներ, նորեր, նախկիններ, ներկաներ եւ այլն այդ բաժանարար գծերը։ Նիկոլ Փաշինյանը գնում է Արցախ, ասում է Արցախը Հայաստան է եւ վերջ, Արցախի ժողովրդին ինչ որ բանը համոզում ու Արցախը հայտնվում է Ադրբեջանի կազմում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն ջանասիրությամբ լծվել է եկեղեցու քանդման գործընթացին եւ այդ բաժանարար գծերը բերել է եկեղեցի։ Ոնց է տեն ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ բանի որ կպնում է, դա պարտադիր քանդվում է,
բաժանվում է իրարից, պարակտվում է, մարդիկ իրար դեմ են դուրս գալի։ Այդ ո՞նց է էլի տենց ըլնում։ Դուք ձեզ լավ, արդյոք այդ հարցը դուք ձեզ չեք տալիս։ Ո՞նց է տենց ըլնում, որ իրանք ինչ որ մի բանի կպնում են, դա պարտադիր չորանում է, հանձնվում է Ադրբեջանին, հանձնվում է չգիտես ում, հիմա նորից խոսում են, որ էլի ինչ որ պետքա հանձնումներ անեն նաև Սյունիքի մասում, արդեն ամերիկացիներին ինչ որ հող տան, ինչ որ այս կամ այն կամ հանրապետական իշխանությունը իդեմս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղել է բալանսավորված քաղաքականություն վարող իշխանություն եւ այդ բալանսավորված քաղաքականությունը տարածվել է եւ արևելյան երկրներին եւ արևմտյան երկրներին մենք ունեցել ենք փայլուն հարաբերություններ մեր դաշնակից Ռուսաստանի դաշնության հետ, ունեցել ենք փայլուն հարաբերություններ մեր հարևան Իրանի հետ, ունեցել ենք փայլուն հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության, Վրաստանի, մենք վարել ենք այո բալանսավորված քաղաքականություն, ճիշտ քաղաքականություն եւ այդ ճիշտ քաղաքականության շնորհիվ է որ 2016 թվականին հենց այդ ֆուտբոլային դիվանագիտության շնորհիվ է որ Թուրքիան որպես կողմ հանդես չի եկել 2016 թվականի քարորյա պատերազմի ժամանակ, իսկ Նիկոլ Փաշինյանին այսօր ասում են, որ մենք ենք հաղթել, թուրք զինվորն է հաղթել, ուրեմն 44 օրյա պատերազմում։ Սա է իրականությունը, որ Թուրքիան 2016 թվականին այնքան զսպված էր իրան պահում, որ իրան թույլ չէր տալիս անգամ քաղաքական հայտարարությամբ հանդես գալ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին նույն Էրդողանը ասում է, որ մենք ենք գրավել, մեր հաղթանակն է եղել Արցախի ձեր համար կորուստը, մեր համար հաղթանակը։ Եկեղեցու դեմ արշավը կա հանրային խնդրանք Վերապար Հայրապետին նոր առաջ կարգալույց անել այս եպիսկոպոսներին, ովքեր գնացին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեցին եւ հիմա էլ ինչ պահանջներ են ներկայացնում Հայրապետին։ Խնդրեմ։ Սիրելի ընկերներ, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մենք ունեցել ենք երկար տարիների եկեղեցական կյանք, ունենք երկար պատմություն, հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Եվ պատմության ընթացքում շատ դավաճաններ եկել եւ գնացել են, շատ դավադրություններ անցել են, շատ դավադիր ուժեր փորձել են քանդել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Դա եղել են ոչ թե մարդիկ, ոչ թե կառավարիչներ, այլ եղել են կայսրություններ։ Կայսրություններ են փորձել քանդել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, բռնանալ մեր պատմական արժեքներին, հայի ինքնությանը, ոչնչացնել հայ առաքելական եկեղեցին եւ ոչնչացնելով հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ոչնչացնել հայի ինքնությունը, հայի գաղափարախոսությունը եւ մեր մեջ կրած մեր գաղափարախոսությունը ոչնչացնել եւ սարքել մեզ հեթանոս ինչ որ մի ժողովուրդ, բայց հայ առաքելական Սուրբ եկեղեցու շնորհիվ է որ մեր գրերը, մեր խոսքը, մեր էությունը, մեր պահպանողական արժեքները, մեր հայկական գաղափարախոսությունը սերնդեսերունդ փոխանցվել է եւ հասել է 21-րդ դար։ Մեր եկեղեցականները ավելի լուրջ հարձակումներ են տեսել, ավելի լուրջ կտանքների են ենթարկվել, ավելի լուրջ հարձակումներ են տեսել, քան այսօրվա հարձակումները, որ մենք տեսնում ենք ցավոք սրտի։ Ուղղակի տարբերություն այսօրվա այդ հեթանոս արքաները, այդ կայսրությունները, այդ կառավարիչները, որոնք հարձակումներ են գործել հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, հարձակվել են դրսից, ոչ թե ներսից։ Այսօր մենք ունենք հարձակում եկեղեցու վրա ներսից, բայց ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին կանգուն է, ամուր է եւ պինդ եւ հնարավոր չի քանդել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, հնարավոր չի քանդել բանը, որը ստեղծված է Աստծո կողմից եւ հնարավոր չի հաղթել ճշմարտությունը, որովհետեւ մենք վստահ ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու ճշմարիտ լինելու մեջ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ազգային ինքնության պահապանն է, մեր ազգային ինքնության հենասյունն է եւ մասնավորապես երիտասարդները պետքա չտրվեն սադրանքների եւ իմանան, որ մենք որպես հավատավոր ժողովուրդ պետքա սատար կանգնենք հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, լինենք վեհապար Հայրապետի եւ սրբազանների կողքին եւ չհավատանք այն մանիպուլյացիաներին, այն խաբկանքներին, որոնք ինադու հատուկ շրջանառում են այս կամ այն եկեղեցականի մասին։
Սա պարակտիչ գործընթաց է, սա նույն տրամաբանությունն է, որը եղել է Արցախում, նույն տրամաբանությունն է, որը եղել է 2018 թվականին։ Սա գունավոր հեղափոխության փորձ է 2018 թվականի պես, բայց արդեն հայ առաքելական Սուրբ եկեղեցում եւ վեհափառ հայրապետի դեմ տարվող արշավը ըստ էության հայ առաքելական եկեղեցին ապամոնտաժելու, կազմաքանդելու փորձը, որը նրանց մոտ չի ստացվելու։ Մենք որպես հավատավոր հայ ժողովուրդ կանգնած ենք եւ կանգնած ենք լինելու վեհափառ հայրապետի կողքին եւ որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ մենք կանգնած ենք լինելու ոչ թե քարերի, այլ գաղափարախոսության եւ հավատքի կողքին եւ ես վստահ եմ, որ այս հարցակումները իրենց տրամաբանական ավարտը չեն ունենալու, որը լինելու է եկեղեցու դեմ։ Եկեղեցին կանգուն է մնալու, ես նորից եմ ասում, հնարավոր չի քանդել բանը, որը կառուցված է Աստծո կողմից։ Հնարավոր չի քանդել ոչ շենքը, ոչ գաղափարը, ոչ գաղափարախոսությունը եւ մենք տեսնելու ենք հաղթանակը եկեղեցու եւ խաչը հաղթելու է չարիքին եւ մենք որպես ժողովուրդ նորից եմ ասում բազմիցս տեսել ենք, հանդիպել ենք ցավոք սրտի հարցակումներին եւ տարբեր մուսուլման պետությունների եւ տարբեր հեթանոս արքաների, որոնք միտված են եղել քանդելու, կազմաքանդելու հայ առաքելական եկեղեցին, մեր ինքնությունը, մեր գաղափարախոսությունը, հայկական լինելու հնարավորությունը, հայ առաքելական Սուրբ եկեղեցու շնորհիվ է, որ հայը այսօր խոսում է հայերեն։ Հայ առաքելական եկեղեցու շնորհիվ է, որ մենք գիտենք մեր ինքնության մասին։ Մենք գիտենք հայի ճակատագրի իրական դրվագները, որոնց ընթացքում հարցակումներ են եղել հայ հասարակության վրա, որպեսզի նրանք կրոնափոխ լինեն, որպեսզի նրանք դառնան այլադավան, որպեսզի նրանք դառնան մուսուլման, բայց հայ հասարակությունը, հայ ժողովուրդը երբեք չի հանձնվել եւ նորից չի հանձնվելու, մենք պայքարելու ենք մեր ինքնության, մեր գաղափարների համար, անկախ Հայաստանում խոսքի ազատության բացակայությունից, անկախ քաղաքական բանտարկյալների գոյությունից։ Եվ այս ենթատեքստում ուզում եմ հիշեցնել, որ Մասիսի քաղաքապետ իմ ընկեր Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է եկեղեցուն պաշտպանելու համար, կալանավորվել է, որովհետև նա մեր վարչապետի թեկնածուն էր իմպիչմենտի գործընթացի շրջանակներում եւ բացառապես քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Այսօր այս համատեքստում ուզում եմ հիշեցնել նաեւ, որ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալներ են, ովքեր երկրորդ անգամ են հայտնվել բանտում իրենց խոսքի համար։ Նրանք բանտարկված են իրենց խոսքի համար, որովհետև նրանք ունեն ընդդիմադիր հայացքներ եւ ճշմարտությունն են ասել հասարակությանը Նիկոլ Փաշինյանի կառավարման գործընթացի վերաբերյալ։ Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է իր հայացքների, իր եկեղեցուն նվիրված լինելու, իր հայ ժողովրդին նվիրված լինելու համար մեծանուն բարերար, ով բանտարկված է, որտեվ ասել է, որ եկեղեցուն է աջակցում։ Եկեղեցականները, մեր սրբազանները եւ այլ մարդիկ Արտուրը Սարգսյան, Միքայել եւ Բագրատ սրբազանները առողջական խնդիրներով են այսօր քաղաքական բանտարկել, նորից եմ ասում, նրանք չեն ասում դրա մասին, որովհետեւ նրանք պայքարում են անգամ այդ իրավիճակում եւ նրանց պայքարը չի կարող ուղղակի ձախողվել։ Սա եկեղեցու հարցակումների մասին։ Այս օդի խայտարակախտվածությունը անցած շաբաթ Տիգրան Արմենյանն ասում է աննախադեպ է վերջի 3 օր այնքան ծառայք տնկել։ Շատ շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, մենք այս տաղավարից շատ խոսել ենք օդի աղտոտվածության մասին։ Երբ որ ես խոսում եի օդի աղտոտվածության մասին, մեր հայրենակիցները դեռ չէին այդպես ընկալում, որ այս մենք ծայրահեղ խնդրի առաջ ենք կանգնած։ Հիմա շատ ուրախ եմ, որ մեր
պայքարին օդի աղտոտվածության վերաբերյալ միացել են բժիշկներ, միացել են տարբեր հասարակական քաղաքական գործիչներ, բլոգերներ, այն ժամանակ, երբ որ մենք խոսում էինք, բարձրաձայնում էինք այս խնդրի մասին, շատ մարդիկ չէին ահազանգում։ Այսօր մենք տեսնում ենք, որ հանրությունը միասնական է դարձել օդի աղտոտվածության դեմ պայքարի շրջանակներում, օդի աղտոտվածության Երևանում օդի աղտոտվածության պատասխանատուն Ավինյան Տիգրանն է եւ նրա ձախողված կառավարման այս համակարգն է, որը նա սարքել է, որը երևանցիների դեմ է գործում։ Ավինյան Տիգրանը թանկացրել է բոլոր տեսակի, ուրեմն տրանսպորտները, հարկերը, турքերը, ամեն ինչը, բայց որևէ ձև չի բարելավել երևանցու կյանքը, որևէ ձև չի ապահովել երևանցիներին, որևէ ձև ինչ որ կանխարգելման գործընթաց չի իրականացվել երևանցիների համար, անգամ աղբի վերամշակման գործարան չունենք, եւ այս ամեն ինչը ես նորից եմ ասում Ավինյան Տիգրանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեղավորությունն է։ Նրանք են ստանձնել Երևան քաղաքի կառավարումը եւ նրանք ձախողել են այդ կառավարումը եւ այդ ձախողումը մարդկանց առողջության հաշվին է եղել, որովհետեւ նրանք կտրել են սաղ կանաչ ծառերը, որոնք այո, օգտակար էին, նրանք ստում են, որ ասում են մենք կտրել ենք ծառեր, չի կարա ծառը լինի տնկած, ծառը լինի անօգտակար, որ այդ ծառերը կտրեցիք, սակուրաններ տնկեցիք, սիրելի հայրենակիցներ, հիմա ձեզ հարց տվեք կամ Ավինյան Տիգրանին, որ տեսնում եք, հարցրեք, ինչ եղավ այդ սակուրանները, այդ քանի տարի կտրել եք այդ ծառերը, մի հատ ծաղկած սակուրա չտեսանք, համ ամառ եղավ, համ գարուն եղավ, համ աշուն եղավ, համ ձմեռ եղավ, այդ երբ է ծաղկում այդ սակուրաները, քանի տարի պետք է տնկած մնա։ Դուք հիշում եք, չէ, որ ժամանակահատվածում իրանք ծառահատում սկսեցին, կանաչ գոտիները սկսեցին վերացնել, այդ ժամանակ սկսվեց այս խայտառակ օդի աղտոտվածության հարցը։ Իսկ հիմա նա ասում է, որ ուղղակի տերևներ են վառում, դրանից է, ոչ տերևներից չի, մեքենաներից է, որ մոնիտորինգ չեք անում, որ կատալիզատոր կա թե չկա, առանց կատալիզատոր մեքենաներից է, շինարարական աղբից է, շինհրապարակները պատշաճ կերպով կահավորված չեն լինում, ջրցաններ չեն լինում դրած, ամեն ինչը խնդիր է ձեր կառավարման, ձեր կառավարումը Երևանին բերել է ոչ միայն օդի աղտոտվածություն, բերել է նաև խայտառակ, ուրեմն խայտառակ պրոբկաներ, խայտառակ ձևի մարդկանց կյանքը ավելի վատացել է, որովհետև լրիվ ձախողել եք, լրիվ ամբողջությամբ ձախողված է ձեր կառավարումը, այսօրվա ուրեմն խցանումներից բացի մենք տեսնում ենք հանրային տրանսպորտի խայտառակ վիճակը, որ իրանք մենակ թանկացրել են, որևէ ձև բարելավում չկա։ Որ իսկ չափը նայում ես 8 միլիարդ դոլար համարյա այս 7 տարվա մեջ փող են իրանք վերցրել, դա գալիս է ամեն տարի 1 միլիարդ դոլար փող։ Ինչ է կարել Երևանի համար, ինչ է կարել Երևանի համար այդ 7 միլիարդ դոլարից, հենց հիմա ցույց տվեք, չհաշված այն հարկերը, որը որ մենք տալիս ենք, եւ դուք պարտավոր եք այդ անեք, այնպես չի, մեզ լավություն եք անում, որ ինչ-որ միտե բան եք սարքում, այդ 4 քառակուսյանոց ինչ որ բան եք 4-ած ծառ են տնկում, ասում եմ մենք լուրջ կանաչատը պատում ենք արել։ Այս տարի նախատեսված է 1 միլիարդից ավել արտավաճառ միայն քաղաքապետարանը։ Քաղաքապետարանը ուրեմն Ավինյան Տիգրանի գլխավորությամբ ամենակոռումպացված բանն է օդում կախված լուրերով, համակարգն է եւ ոչ միայն օդում կախված լուրերով, այլ նաեւ համացանցում ուրեմն տեղ գտած հոդվածների համաձայն Երևանի քաղաքապետարանում ամենաշատ մարդիկ են ձերբակալվել, կալանավորվել կոռուպցիայի համար թաղապետեր, վարչության պետեր եւ այլն, եւ այդ ամեն ինչը Տիգրան Ավինյանի պատասխանատվության ներքո է։ Տիգրան Ավինյանը Երևանի վատագույն քաղաքապետն է եւ Տիգրան Ավինյանի կառավարման արդյունքում է այս օդի աղտոտվածությունը եւ մնացած բոլոր խնդիրները։ Սիրելի ընկերներ, երբ որ կլինեն Երևանի ավականու ընտրություններ, հիմիկվանից կապ չունի երբ կլինի, ես ձեզ կոչ եմ անում, որ ցուցակում լինի, չգիտեմ ինքը ԿՊ-ից այդ ժամանակ կլինի թե չէ, Ավինյան Տիգրանը անգամ մեկ ձայն չտակ իրան, անգամ մեկ ձայն չտակ այն մարդկանց, ովքեր եկան եւ ապականեցին, ոչնչացրեցին Երևանի օդը, ոչնչացրեցին Երևանի տրանսպորտային տրաֆիկը, որը կար, ոչնչացրեցին այն համակարգը կանաչապատ տարածքների, որոնք եղել է եւ մենք շնչել ենք եւ մենք մանկություն ենք ունեցել, խաղահրապարակներ ենք ունեցել եւ այլն, ջնջեցին այդ խաղահրապարակները, սարքեցին ինչ որ փոշակույտեր։ Այսքանն է, հարգելի հայրենակիցներ, լավ մնացեք, տեսություն։